Եվ այսպես վաղարշապատի ավագանի ընտրված մեծությամբ երկրորդ ուժի հաղթանակ դաշինքի անդամների տներում խուզարկություններից հետո 5 մարդու մեղադրանք է առաջադրվել։ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է, որ նրանց նկատմամբ քրեական վարույթ է սկսվել կաշառք ստանալու, տալու եւ ընտրակաշառքի միջնորդության դեպքերի առթիվ։ Հիշեցնեմ, որ վաղարշապատում համայնքապետի ընտրության ավարտից ընդամենը 24 ժամ անց հաղթանակ դաշինքի շտաբի պետ Հրանտ Ավետիսյանը հայտնել է, որ դաշինքի անդամների եւ կողմնակիցների տներում կատարված խուզարկություններից հետո 10 մարդու ձերբակալել են։ Ավելի վաղ նա գործընկերոջս հաստատել էր լուրը, որ խուզարկում են դաշինքի անդամների եւ աջակիցների տները, մասնավորապես Կարեն Գևորգյանի, Արմեն Դավթյանի, Մայիս Մելքոնյանի եւ Տիգրան Գևորգյանի։ Ավետիսյանը նաեւ նշել է, որ Սևակ Խաչատրյանի հետ գործողություններ չեն արվել։ Իշխանությունը չի մարսում ընտրությունում հաղթանակ դաշինքի հավաքած ձայները, փորձում է սևացնել ընդդիմադիրներին 2026 թվականի համապետական ընտրությունից առաջ։ Այսպես է մեկնաբանում հաղթանակ դաշինքի անդամների եւ կողմնակիցների ձերբակալությունները դաշինքի առաջնորդ Սևակ Խաչատրյանը։